Հարցեր բաժանորդներից Կոլյան գրում է. Ինչ եք անում, եթե պատամամբ սխալ եք կտրել հաճախորդի մազերը։ Շատկում եմ շատ արագ, որ չնկատի։ Սյունեն է գրում. կարող եք ինքներդ ձեր մազերը կտրել, բայց առանց հայելի։ Չեմ փորձի առանց հայելի, բայց 8-9 տարի շարունակ ես եմ կտրում։ Տիկոն է գրում. եթե հաճախորդը գլխին շատ մեծ խալ ունի, ինչ եք անում։ Միշտ կտրելուց առաջ ուսումնասիրում են գլխի ֆորման հասկանալով։ Եվ որ գլխի ֆորման հասկանում ենք, արդեն ինչ որ խալ ունի, ինչ ունի, մենք դա հասկանում ենք, ինչ անենք, խալ ունի, հիմա շատ սահուն անցնենք, չվնասենք։ Մարիամն է գրում. պատկերացնում եք ձեր կյանքը առանց հայելի։ Ես մի ուր գնացել եմ, միշտ հայելի կա, անգամ ստենց։ Սաշան է գրում. եթե բարբերը սխալվել է կտրելուց, կարա հաճախորդին ասի, որ այդ ականջը իրանը չի։ Թե կարա, պիտի ասի։ Սյուզին գրում է. եթե բարբեր չլինեիր, ինչով կզբաղվեիր։ Ես հիմա էլ եմ ուզում դրանով զբաղվեմ։ Ես հիմնականում գյուղ եմ սիրում։ Ես ունեմ Քյավառում մեծ տուն, հիմա ես փորձում եմ հասարակության վաղաճ մյուսը ունենամ իմ ռանչոն, ունենամ ձիեր, այ գիզեց, Բայց քսազիկ է։ ես հիմա անում եմ, մի քիչ էլ երեխեքս մեծացան, ես գնալ եմ իմ գյուղ։